Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, 106.5 եթերում ՓՄԶ ասոցիացիայի հարկեր դուրքեր կրքեր հեղինակային հաղորդումն է, ես Հակոբ Ավագյանն եմ, ՓՄԶ ասոցիացիայի նախագահ։ Այսօր շատ հարգարժան հյուր ունենք, պարոն Արոն Չիլինգարյանը, ով ես տենց շատ արագ պարոն Չիլինգարյան ձեր կենսագրականը նայեցի բաց աղբյուրներում, նախ տնտեսագետ, տնտեսական գիտությունների թեկնածու, բայց ինձ շատ հետաքրքրեց հենց մեր հաղորդման ձևաչափով այդ հարկեր դուրքեր կրքեր ասվածի ձեր կենսագրականի մեծ մասը հենց հարկային քաղաքականության հետ է կապված, թե պրակտիկ դաշտում պարոն Չիլինգարյանը եղել է եւ պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյա հենց հարկային մարմիններում եւ մասնավոր հատվածի այնպիսին ինչպիսին KPMG, BDO, միջև հիմա էլ ինչքան գիտեմ եւս էլի հարկային բլոկի ղեկավարը։ Բացի դրանից պարոն Չիլինգարյանը, ինչքանով գիտեմ, Հարոն Պարադիգմա ընկերության հիմնադիր նախագահն է եղել, որը էլի մասնագիտացած է հենց հարկային ու բիզնես խորհրդատվական ոլորտում։ Ողջույն պարոն Չիլինգարյան։ Ինչպե՞ս եք։ Լավ, ինչքան հնարավոր է։ Նախ շատ շնորհակալ եմ, որ ձեր բազմազբաղ գրաֆիկում տեղ գտաք մեր հաղորդման համար։ Իրականում մեր հաղորդման հիմնական մանդատը այդ հարկեր դուրքերն է, բայց ավելի շատ փորձում ենք այս հաղորդման միջոցով նախ կարծիքներ ձևավորել եւ հարկային քաղաքականության եւ կիրառության, ինչպես նաեւ դուրքերին վերաբերող, բայց մի փոքր ուզում ենք դա անենք մեր փոքր ու միջին բիզնեսի համար, քանի որ հենց ասոցիացիան հեղինակել է հաղորդումը ու ջանքեր է դնում նաեւ պարզաբան։ Բնականաբար շատ դժվար է անկեղծ լինեմ, ասենք ձեր նման փորձագիտական համայնքից հյուրերի հետ խոսել այնպիսի լեզվով, որ ավելի պարզ լինի հենց գերփոքրերի համար, բայց մենք պետքա փորձենք նաև տենց անկախ փորձագիտական կարծիքներ էլի հնչեցնել մեր եթերում ու դարձնել նաև քննարկման առարկա։ Հերո չգնալով պարոն Չիլինգարյան, հենց այդտեղից եմ ուզում սկսենք։ Ուզում եմ ձեր գնահատականը այս հարկային վերջի քաղաքականությունն վերաբերվող, այսինքն հարկային փոփոխություններին, որոնք հենց շատ ուղիղ, այսպես ասած, նյարդայնացրեցին հենց գերփոքր բիզնեսին։ Խոսքը վերաբերում է այդ այլընտրանքային հարկման ռեժիմներին, որոնք ինչ որ պահի դրությամբ անկախ նրանից որ հարկային օրենսդրությունում հենց տենց էլ գրված է, իրենք այլընտրանքային հարկման ռեժիմներ են, բայց ինչ որ պահի դրությամբ որոշակի պաշտոնյաներ սկսեցին դրա անունը դնել արտոնություններ։ Բայց ինքներս էլ գիտենք, որ արտոնությունը դա այլ տրամաբանություն ունի, չէ, իր ժամկետով, հստակ թիրախային խմբով եւ այլն։ Ես կհիշեք, մենք նաև այդ ժամանակ ենք իրար հետ բազմաթիվ առիթներով հանդիպել 16 թվականին, երբ որ առաջի անգամ Հայաստանում ձևավորվեց միասնական հարկային օրենսգիրքը, հենց այդ տրամաբանությունը դրված էր, որ սա փոխարինում է դասական հարկային ռեժիմին հենց փոքր բիզնեսի համար։ Եթե հետևել եք ձեր գնահատականը, խնդրեմ։ Այո։ Մի անգամ ճիշտ եք, 16 թվականին հարկային օրենսգիրքի ընդունման տարիներ, այդ ամեն ինչ այն ժամանակ եռում էր, քննարկվում էր, ինքը երկար էլ տևեց այդ քննարկումները, եթե հիշում եք նաև ուժի մեջ տնելը, օրենսգիրքի մի անգամ ճիշտ եք, որ դա հատուկ ռեժիմ է, ոչ թե արտոնություն է եղած ընդհանուր համակարգից։ Նման պարագայում կարևոր է այդ անցման մասին էլ ուշադիր լինել, օրենսգիրքի մեջ մանրամասն գրված է ինչպես են դառնում այդպիսին, ինչպես են ընտրում այդ ռեժիմը եւ նաեւ թե ինչպես են հետագայում դուրս գալիս իրենց ցանկությամբ կամ այդ սահմանափակումները, երբ որ պայմանները սկսում են փոքր չափորոշիչները փոխվում են ինչ-որ մի պատճառով։ Հետո այնտեղ նաև երկրորդն էլ կա միկրոձեռնարկատիրությունը, որը որ շատ փոքրերի համար է եւ այնտեղ էլ իրեն սահմանափակումներն ունեն, օրինակ մեկ այլ ֆիզիկական անձ վարձու աշխատող չունենալը։ Դե եթե նայում ենք ինչպես են դրան վերաբերվել այլ երկրներում, պետք է իհարկե աշխատել նայել մեր երկրի նման մոտավորապես համակարգեր ունեցող երկրների փորձն ավելի ուսանելի է մեր համար, նաև ճանապարհը, որով որ վերջին տարիներին ներկայիս ձեռնարկատիրերի ծնողները, մեծերը
այդ ճանապարհն էլ է ազդեցիկ էլի մանկուց մարդկանց համար ովքեր որ որոշում են դրանով զբաղվել, հետեւաբար այդ օրինակները որ նայում ենք դրանց բոլորի համադրմամբ ընտրվեցին այդ համակարգերը այո իմ կարծիքով ընդհանուր առմամբ մոդելը ճիշտ էր միկրոն եւ շրջարկ առանձին ունենալը շեմերի խնդիրն այլ բան է եւ ես ձեր հետ համաձայն եմ որ դա ոչ թե արտոնություն է այլ դա այլ բան է Շատ շնորհակալ եմ ձեր խոսքում մի կարևոր բան էլի հնչեցրեցիք որը էլի ինձ համար էլ է էլի կարևոր որ անընդհատ եւ սենց ձևաչափով եւ գիտեք ֆինանսների նախարարության այդ խորհուրդներում եւ այլն որ խոսվում է այդ ձեր խոսքում ասեք այո ուսանելի է այլ երկրների փորձը բայց շատ հարցեր կան որ մենք պետք է այլ տվյալներ էլ հաշվի առնենք մեր երկրին բնորոշ եւ տենց որոշենք մեր քաղաքականությունը այո Օրինակ, եթե էլի համեմատենք միկրոձեռնարկատիրությունը մեր ու Վրաստանի, այնտեղ հիմա էլ է գործում, նո մեր տարադրամով էլ եթե նայենք տարեկան մինչև 70 միլիոնը, որ վճարում են շրջանառության 1%-ը։ Մեր մոտ տենց բան չունենք։ Բայց հակառակ պարագայում մեզ անընդհատ համեմատում են, ասենք օրինակ ասում են, որ մեր 115 միլիոն շրջանառության հարկի շեմը բարձր է, ամենաբարձրից մնում է միայն Ղազախստանը, հա։ Ես այդ ձեր ասացի պես ասում եմ այո դուք ճիշտ եք բայց եկեք նայենք ասենք նույն Ղազախստանի աշխարհագրական դիրքը իր հարևանների եւ այլնի մասով նույն մեր հարևան Վրաստանի աշխարհագրական դիրքը եւ իր լոգիստիկ հնարավորություններով եւ այլն մեր հաղորդումներից մեկում էս վերջի ասենք զբոսաշրջության կոմիտեի նախագահներ հյուր ասենք միայն ասենք այդ զբոսաշրջության թվերը որ համեմատում ես երկու անգամից ավել է այսինքն Վրաստան եկող զբոսաշրջիկների քանակը հետեւաբար այսինքն միայն հարկային տենց զուտ 4 թվերը կարծում եմ ճիշտ չի համեմատել։ Ոստեղ մի հատ էլ ցուցանիշ եմ ուզում բերեմ ու կխնդրեմ էլի սա դուք ձեր կարծիքը ասեք ԴՀԶԿ երկրների այդ SME policy այսինքն PMZ ինդեքսի վերջի փաստաթուղթը էսել էլի որ ես չեմ ասում էլի անկախ կառույցը ասում հենց այդ քաղաքականություններին վերաբերվող ցուցանիշով մենք սկսել ենք զիջել ԱԼԳ գործընկերության երկրների միջին ցուցանիշին այդ թվում փոքր բիզնեսի համար վարվող քաղաքականությունների ցուցանիշով Ես համաձայն եմ երկու համակարգերի մեջ նայենք էլի ԴՀԶԿ-ն այնուամենայնիվ զարգացած երկրների խումբ է եւ հետեւաբար դեմ չեմ այնտեղ նայել թիրախի առումով հետագայի առումով տեսլականի ձևավորման առումով ինչ է տեղի ունենում կներեք բան չի բայց ես ասում եմ ԱԼԳ երկր այսինքն Ուկրաինա Վրաստան Ադրբեջան նո առաջ Բելարուսյանն էլ էին անում այս անգամ չկար Հայաստան, Մորդովա, այսինքն դրանց մեջ են, դրանց մեջի ցուցան։ Ես լրիվ համաձայն եմ, որ այնտեղ Ես համաձայն եմ, որ վերցնենք այդ դասակարգումը արևելյանի մասով նայենք եւ նաեւ տեսնենք ինչ է կատարվում։ Իմ կարծիքով մի քանի բան է պետք հաշվի առնել այդ հատուկ ռեժիմների ձևավորման ժամանակ, այո, սեփական շեմը եւ այլ հարցերը։ Օրինակը բերեմ, համեցեք դա վերաբերվում է նրան, թե ինչպես են ֆիզիկական անձ բիզնեսով զբաղվողի եկամուտները դասակարգում աշխարհում։ Դե աշխատավարձ եւ բիզնես եկամուտ կամ շահույթ։ Այդ երկուսի հիբրիդն է իրականում, երբ որ մարդն անհատապես անսահմանափակ պատասխանությամբ ինչ որ մի գործի մեջ է մտնում։ Դասակարգմամբ դա ոչ աշխատավարձ է, ոչ էլ ան։ Երկու օր առաջ նայում էի Վճռաբեկ դատարանի մի հետաքրքիր որոշում նախորդ երկու դատարանների որոշումները ստիպեց որ հետ գնա փոխվի եւ հենց առարկան այդ էր թե ինչ է իրականում այդ մարդն արել իրականում անհաձեռնակատեր թե մեկ սեփականատերով ՍՊԸ-ն դրանք իրականում ըստ էության իրար շատ հեռու բաներ չեն Եվ այդ իմաստով օրինակ պետք է տեսնել տեղական տրադիցիաներն ինչպիսին են բացի օրենսդրությունից ինչպիսին են մեր տեղական տրադիցիաները այսպիսով երկրորդը մարդիկ հակված են դիվիդենդ բաշխել ընթացքում այսպես ասած թե հակված են թողնեն բիզնեսն ուժեղանա հետո վաճառքից ստանան իրենց եկամուտը
այդ կատեգորիաները միշտ հնարավոր է որ լինեն ինչքան է ֆորմալ տնտեսության եւ ոչ ֆորմալ տնտեսության չափերը եւ վերաբերմունքը հասարակության կողմից ինչքան է հանրությունը ինքը ուզում որ այդպես լինի օրինակ շատ բարձ ասեմ եթե մտնում են ինչ-որ մի փոքրիկ խանութ կամ ծառայությունների մատուցման վայր Վարշավիրանոց որևէ միտեղ օրինակ մարդը զգում է որ ինքը պիտի խիստ լինի եւ արդարություն պահանջի իրեն ՀԴՄ կտրոն տան թե մտածում է չէ սպասի այստեղ թող ինքն իրեն համար գլուխը պահի խոշորների մեջ համոզվենք որ դա կա դրանից հետո նոր այդ վարչարությունը այսինքն մի շարք բաներ են ազդում եւ իմ կարծիքով լավագույնը կլինի որ եւ շեմի հարցում ինչպես դուք ասում եք եւ այլ հարցերում ուղղակի մի քիչ ավելի երկար պլանավորենք աստիճանական քայլեր անենք կտրուկ ինչ որ մի բաներ չլինեն նախապես ասվի տարիների առումով այդ ընթացքում մի քանի անգամ անդրադարձ կատարվի լսումներ լինեն քննարկումներ լինեն որպեսզի լրջագույն սոցիալական զգայուն շերտը չենթարկվի լուրջ վնասվածքների այսպես ձևակերպեմ էլի հիմա այս ձեր ասածը ես ուզում եմ ասում եմ նաև ձեր հեղինակությունը օգտագործելով այս ձեր ասածը ավելի զարգացնեմ այս թեման ինչու որովհետև երևի դուք էլ գիտեք վերջերս ֆինանսների նախարարությունը հայտնեց որ ցանկություն կա ընդհանրապես փոխել հարկային օրենսգիրքը ես դեռ չգիտեմ ինչ ձևաչափով որովհետև մի տարբերակ էր որ ասում են լրիվ 0-ից գրենք մի տարբերակը պարզապես ֆունդամենտալ նույն պարզապես նել ստեղ տեղին չի ֆունդամենտալ փոխենք մենք որպես ֆունկցիա այդ հանդիպումներից մեկում կանք ու տենց դրանից հետո իրանք ինչ-որ սկզբունքների մասին բան հավաքագրեցին կարծիքներ ինչպիսի սկզբունք շարունակում են դա անել այժմ շատ ավելի այ հիմա ինձ թվում է էլի վերադառնալով ես գիտեմ որ փոքր միջին բիզնեսի զարգացման բոլոր դարդերի լուծումը հարկային օրենսգրքում չի, բայց ինքը նաև դուք ձեր խոսքում ասացիք, իմ համար էլ այդ միշտ բանն ամենաէմոցիոնալ ու ամենաբանն է, էլի, հենց բիզնեսի առաջի կանոններից մեկն է։ Այ հիմա ոնց անենք, բան չի ինգան, որ եթե նույնիսկ այդ մտադրությունը կա, չգիտեմ, մյուս տարի կսկսեն այդ process-ը եւ այլն, որ ավելի ճիշտ լինի այդ այսինքն ինչ խորհուրդ կտաք, ինչ կասեք։ Ես այստեղ մի կարևոր բան էլ էլի կուզենամ դուք անդրադառնաք, այստեղ ես միշտ կարևորում եմ նաև ազգային ժողովի դերը, էլի, որ մեր այդ տնտեսական հանձնաժողովի պատգամավորների կարևորությունը, որ իրենց մեջ ոնց անենք, որ սկսվի հակակշռում, այսինքն կառավարության դուք ինքներդ էլ կառավարությունում աշխատել եք, բան տեսել եք, որ ընդ գայթակղությունը մեծ է, էլի, ասենք նույն հարկայինի մասով գայթակղությունը մեծ է, որ ինքը բերի իրան ամենահեշտ կանոնները, էլի։ Եթե հետադարձ թույլ տամ հետադարձ հայացք ցկեմ պատմության մեջ, դենց մոտավորապես մի 30 տարի կարող եմ հետ նայել, ապա տեսնում եմ 90-ականների կեսերին Հայաստանում եւ քաղաքացիական օրենսգիրք ընդունեցին եւ առաջին հարկային օրենքները գրվեցին 97-ին կարծեմ հարկերի մասին օրենք, հարկերի մասին օրենք, նույնիսկ գույքահարկ, հողի հարկ եւ այլն։ Մոտավորապես դրանից մի 10 տարի հետո 2002-3 թվականներին մի նոր մակարդակ բարձրացավ եկամտային հարկի շահութահարկի տես ոնց որ մի աչքով նայելու բավականին լավ օրենքներ գրվեցին այդ ժամանակ եվրոպական փորձը ազդեց աշխարհն ուր է գնում հետո գալիս ենք ավելի ուշ երբ որ հարկային օրենսգիրքը եղավ ես հիշում եմ ԱՊՀ երկրների շրջանակում տիպային օրինակ կար հարկային օրենսգիրք եւ Հարվարդի համալսարանի տիպային օրինակներ կային իմ կարծիքով հարկային օրենսգիրքը ներկայիս բավականին լավն է ինքը բավականին նոր մակարդակ ինքը սկզբունքներ է պարունակում իրան մեջ որը մինչ այդ երբեք չէր եղել այդ վերաբերմունքը շատ կարեւոր էր ինքը կարեւոր դեր ունեցավ հետո իրեն մեջ բաներ կային որոնք նույնիսկ ժամանակից առաջ անցած էին օրինակ հորիզոնական
մոնիտորինգի գաղափարը, որը չափեց, հետո դուրս եկավ, բայց դա փորձ էր, կարևոր էր ռիսկ անել այդպիսի բաների մասին խոսել։ Հետևաբար իմ կարծիքով ինքը բավականին լավ բան իրեն մեջ պարունակում է, դա երբեք պետք չի կորցնել։ Այլ բան, որ ինքը պետք է ավելի շատ հաշվի առնի իրողությունները, ինքը ոչ միայն պետք է այդ գործոնների եւ դրանց ազդակների վերաբերյալ համակարգը ձևավորել խելացի, դա տեղ առաջադրանք է, այսպես ասած։ Ես գիտեմ, որ ֆինանսների նախարարությունը այդ ուղղությամբ հիմա էական աշխատանքների անում երկար ժամանակ։ Ես գիտեմ մտադրությունը, որ հարկավոր է գործարարների հետ դրա մասին խոսել, շատ ողջունելի կարևոր բան է։ Իդեպ այդտեղ ես կուզենամ ասեմ, որ գործարարներն արդյոք պատրաստ են խոսել, պատրաստ են արդյոք գրագետ ձևակերպել, ընդհանրապես ձևակերպել, ինչ են իրենք պատկերացնում։ Դա էլ եւս տնային աշխատանք։ Այո, եւ ոնց են ուզում օժանդակել այս ամեն ինչին։ Ուղղակի սпасել հետո դա էլ ճիշտ չէ, եւ իմ կարծիքով գործարար համայնքն էլ անելիք ունի այդտեղ էլի։ Միությունները մանավանդ ձեր միությունները, նման հաղորդումները դրանք կարևոր դեր կարող են ունենալ հավասարակշռված զրույցը, ազդեցությունը ձևավորելու համար, ոնց որ թե ֆինանսների նախարարությունում այդ ցանկությունը կա։ Ես վերջերս Պեկի նախագահի ելույթը ազգային ժողովում, ես չեմ հիշում որևէ Պեկի նախագահի նման ելույթ, որը որ կոչ էր անում այդ երկխոսության համար, դա էլ բնորոշ լավ բան է։ Հետևաբար այդ ամենից պետք է օգտվել։ Նորը գրել թե իրեն ավելի փոխել, իմ կարծիքով ավելի շատ ես հակված եմ եղածը բարելավել, ոչ թե բոլորովին նորը գրել, որովհետև պետք է դեպքում հասկանանք, իսկ ինչու է պետք հատկապես նորը գրել, ինչն է դրա պահանջը, ինչն է բերել արդյոք, դրանք բավարար քննարկված եւ հատկապես այդպես հարկավոր է մոդելավորել։ Իսկ պարլամենտի մասով ինչ կասեք, ոնց է պարլամենտին էլ եթե հանձնաժողովը բալանսավորված ներգրավել, ես ձեզ հիշեցնեմ նախկին պատմությունը, հետաքրքիր մի բան, որը քիչ երկրներում եմ ես լսել։ Կար մի ժամանակ, որ կարևորագույն որոշումները կայացվում էին կառավարություն գումարած ազգային ժողովի հանձնաժողով։ Այդպիսի մի ֆորմատ կար մեր երկրում, ինչ որ մի ժամանակ, մի քանի տարի դա ապրեց, հետաքրքիր բաներ։ Ներկայիս սահմանադրությունը թույլ է տալիս դա անել թե չէ, ես որքան լսեցի, արդեն լսում եմ զրույցներ, որ այդպիսի մոդելը աշխատի։ Այնուամենայնիվ ես դրա մեջ միայն լավ բան եմ տեսնում, որպեսզի նախապես նաև կանխատեսելի կլինի այլոց համար։ Հասկացա։ Փորձենք մենք ձեր այդ խոսքում էլ կարող էլի նշում արեցիք, որ մենք էլ այս կողմից էլ, այսինքն բիզնեսն էլ իր կողմից պետքա պատրաստ լինի դրան, տնային աշխատանք անի, ու ստեղ ես էլի չեմ վախեն ասեմ, մեր առևտրաարդյունաբերական պալատի, արդյունաբերողների միության, ընդհանրապես բիզնես միությունների, մեր ՊՄԾ ասոցիացիայի դերակատարումը շատ կարևոր է, որ կարողանանք շատ լավ մշակված առաջարկներ ներկայացնենք։ Այնուամենայնիվ, հիմա ասում եմ ամենաշատ քննարկվող թեմաներից էլի որ խոսենք, դա եկամուտների հայտարարումն է նաև, բայց ես ուզում եմ էլի քաղաքականության մասին խոսելիս մենք նախազրույցում մի հատ հետաքրքիր օրինակ բերեցիք, որ ԱՄՆ-ում օրինակ այդ Պեկի գործառույթը մեր մոտ այսքան հարկային մարմնի իրականացվող գործառույթը երբեմն այդ գայթակղությունը շատ մեծ է որպես վարչական մարմին, երբ որ իրա վրա ուզենք թե չուզենք այդ փաստը կա, չնայած շատ բաներ ասում են որ պլան է դրված, մենք տենց տեսուչի վրա այդ պլանը չենք իջեցնում եւ այլն, բայց այնուամենայնիվ ինքը եկամուտներ հավաքագրող մարմինն է, չնայած իրանք ասում են մենք ընդհանրապես չէ խորհուրդ ենք տալի, նայում ենք ոնց վերահսկում ենք եւ այլն, էլի մենք հավաքագրում այդպես մեր մանդատը չի, բայց տենց է անկալում։ Ու երբ որ իրենք են նախաձեռնում ինչ-որ բան փոխելու, ի սկզբանե կասկածում ես դու որպես բիզնես, ասում ես սա քո մտադրությունները
բարի են, թե դու ուզում ես պարզապես քո վարչական մահակը ուժեղացնես կամ հեշտացնես, որ դու ավելի հեշտ կարողանաս։ Բայց այդտեղ էլ հակառակ կողմն է բիզնեսի, որը նյարդայնացնում, այսինքն մի հատ էլ, չգիտեմ, նոր կանոնակարգ մի հատ էլ էս արա իր համար եւ այլն, մանավանդ էս վերջերս էլ մենք ԱԺ-ում էլ ունեցանք այդպես փակ քննարկում, էս օպերատիվ հետախուզական աշխատանքներ այդ որ գալիս են համակարգիչներ են հավաքում տանում, չգիտեմ ինչ որ բաներ են անում եւ այլն, որոնք տենց էլի բիզնեսին նյարդայնացնող բան։ Ու դուք ձեր խոսքում ասացիք, որ օրինակ Ֆիննախը Ամերիկայում ավելի շատ ինքը հենց նաեւ հսկում է ՊԵԿ-ի բանն էլ, այդ տենց մոդել մեր մոտ դեռ շուտ է, թե հնարավոր չի պատկերացնել, կամ դա ոնց է, դուք նաեւ ՊԵԿ-ում եք եղել բարձրաստիճան պաշտոնյա, ասենք այդտեղ ոնց է էլի, գայթակղությունը կա թե չկա։ Իմ կարծիքով երկու կողմ է պետք նայել, մեկը ազդեցության գնահատման հարցում զրուցել այն մարդկանց հետ, ում նկատմամբ որ կիրառվելու են նոր գործիքը, ես այս տարվա բյուջետային ուղերձի մեջ սկզբունքային մի բան տեսա, որ 2 անգամ ընդգծված էր, դա արդյունավետ երկխոսության մասին հատուկ գրառում կար։ Կարևոր է, որ դա չլինի ձևական եւ իրականում արվի դա։ Սուսուփուս այդ բանն արվի ուղղակի։ Դա կօգնի բոլորին։ Այսպիսով մեկը դա է։ Երկրորդը հորիզոնական համագործակցությունը կառավարության ներսում, որպեսզի կարողանան այնուամենայնիվ Ֆիննախը, ՊԵԿ-ը, էկոնոմիկայի նախարարությունը, այլ տեսչական մարմիններ, ովքեր որ անելիք ունեն, զրույց ունեն, վերջերս մի համաժողովի ժամանակ մեր հայտնի իրավաբաններից մեկը ուղղակի թերթից կարդաց, թե քննչական կոմիտեն մամլո հաղորդագրություններ արել, որի մեջ ասել է ինչքան են բյուջե գումար վերականգնել։ Իրավաբանի ասելիքը նա էր, որ դա քննչական կոմիտեի առաքելությունը չէ, իր մամլո հաղորդագրության մեջ ուրիշ բաներ պետք է նշվեն։ Հետևաբար համագործակցությունը հորիզոնական տարատեսակ նաև սահմանադրության առումով տարբեր մարմինների մեջ ամեն մեկն իրեն մասը պիտի հետամուտ լինի եւ հանրության համար այդ հաղորդագրությունները կարևոր նշանակություն պետք ունենան։ Մեկ աչքով պետք է այդ ամեն ինչին նայել։ Օրինակ ՊԵԿ-ի նախագահի ելույթը ես առանձնապես շատ արձագանքներ չգտա, բայց նա հեղափոխական շատ նոր թարմ բաներ էր ասում, հեղափոխական չասեմ։ Ելույթի մակարդակով համաձայն եմ ձեր հետ, պարոն Չիլինգան, ես առիթ ունեցել եմ էլի նաև այդ ոնց էր կոչվում այդ խորհուրդը հարկային բարեփոխումների, հա, այդ ՊԵԿ նախագահին, որ նա նախկինում ավելի ակտիվ էր գործում, հիմա էլի փորձում են ակտիվացնել, բայց ասացածնա այդ ձեր խոսքում էլ ասացիք էլի սուսուփուս, այսինքն ելույթը ես ինքս չեմ նայել, հավատում եմ ձեր ասացին, որ հնարավոր է ելույթի մակարդակով լավն է, բայց կիրառության մակարդակով այդ ձեր ասած սուսուփուս համաձայնումը, այդտեղ ես չեմ տեսել այդ այսինքն սենց ասեմ, հաշվի առնելով նաև որ ավելի երիտասարդ նախագահը, հա, հիմա շատ ավելի իմ կարծիքով ճիշտ կլինի, որ սկզբից լինեն այդ հանդիպումները, հետո կոչ լինեն, որ այդ հանդիպումներին օրինակ ասոցիացիան չի գնում, մյուսը չի գնում, հա, այդ ժամանակ մենք ասենք լավ, այս մարդը ճիշտ է ասում, էլի։ Ես գիտեք, բան չեմ անում, չեմ փորձում ոչ անձնական ու բան ասել, ես ընդհանրապես ու նույնն էլ մեր նաև ՓՄԾ խորհուրդներին վերաբերվող հարցերն են, որ տենց թվում է թե հա, տենց հավաքվում ենք, ինչ որ բաներ անում ենք, բայց ես դա նաև հենց խորհրդի նախագահին եմ ասել, էլի փոխվարչապետի ներկայությամբ, որ շատ են հարցերը, որոնք ավելի էմոցիոնալ են, 50,000-ից ավել գերփոքր բիզնեսին են վերաբերում։ Դրա շուրջ մենք խոսակցություն տենց խորքային չենք տանում։ Կարող է տենց օրակարգում գալիս է ասում ենք մտցնենք, ասում եք չէ, տենց ու գնում է, բայց խորքային քննարկում, որ դա էլի եմ կրկնում, վերաբերում է շատ մեծ խմբի։ Այո, դե հարցեր բերվում են, օրինակ, չգիտեմ, տնօրեն գանձապահ ՍՊ-ի ոնց անենք այդ կարգավորումը, հա, շատ լավ է, վաղուց քննարկված հարց է, բայց դա քանիսին է վերաբերվում, էլի։ Էս ասածս է։ Համաձայն եմ, որ հարկավոր է, որպեսզի այդ աշխատանքները գնան, եւ երկրորդը, որ
ինձ ձեզ այսպիսով ուղղակի հանրությանը շահագրգիռ համար կարևոր կլիներ դա բարբերական հասկանալի ինֆորմացիոն է, այո, այդ պետք է շատ պարզ լինի, որ մարդիկ դա տեսնեն, որ այո, նույնիսկ եթե իրենք չեն նկատել, սակայն ներկայացում են եւ իրենց համոզում են, որ իրականում այդ տեղաշարժը կա, դա հեշտ բան չի, դրա համար իսկապես հարկավոր է, որ նաեւ անձնակազմը պատրաստ լինի։ Ես երկրորդ կարևոր բանը տեսա բյուջետային ուղերձի մեջ, որ մարդկային ռեսուրսների կառավարման առումով նախատեսված է էական բաներ փոխել, դա եւս հաջորդ կարևոր զրույցն է, որ իրենք կարողանան այդ երկխոսությունն անել եւ իրենց գործն անեն եւ նաեւ ուշադիր լինեն յետադարձ կապի առումով, որն էլ կգնա կհասնի ֆիննախ քաղաքականություն ձևավորողներին եւ ի վերջո կընդունվեն խելացի որոշումներ տնտեսության համար։ Ես մեր հաղորդումը տենց ասում շատ մեծ ժամանակ չունի, բայց ուզում եմ նաև այս թեմային անդրադառնամ։ Ձեր խոսքում ազդեցության գնահատման մասիկ այդ իմ համար տենց անընդհատ այդ երբ որ ինչ-որ խոսակցություն է լինում, ասում ենք սա լավ չեք մտածել կամ եւ այլն, օրինակ էլի եթե վերցնենք հարկային քաղաքականությունները, ընդ որում ես ուզում եմ տենց համեմատության մեջ ասեմ, միևնույն է ֆինանսների նախարարության պատրաստած փաստաթղթերը առանց ինչ-որ մյուս գերատեսչություններին ստորադասելու կամ բան, շատ ավելի պրոֆեսիոնալ են, շատ ավելի, ասենք, համեմատության մեջ էլի, որ նայում ենք այդտեղ հիմնավորումները եւ այլն նորմալ գրվում են, բայց այդտեղ նայում եմ էլի այդ հիմնավորումների մեծ մասը գրվում են բյուջեի ազդեցության թվային տեսանկյունից։ Այսինքն, այսքան 18 միլիարդ դրամի չարկ կհավաքենք եւ այդ ձեր խոսքում մի հատ բան ասացիք, որ պետքա գնալ այդ ում որ վերաբերվում է այդ ռեֆորմը իր հետ խոսել ու փորձել իրան լսել։ Այդա ոնց անենք, որ այդ ազդեցության են օրենսդրական կհիշեք նախկինում ունենք դրա հակառակը են գելոցինը, չէ, ազդեցության բան էին անում, գնահատում են, որ ավելորդեր չորչորերը կտրում են։ Հա, բան էին անում։ Բայց դա նաև էլի տենց ես հիշում եմ, որ ֆոկուս խմբերով էին անում, անկախ նրանից են թվային ինչ հաշվում էին, նաև գնում էին ֆոկուս խմբերով իրական շահառուն էին, ասում են հլա ասա։ Ես դեպք եմ հիշում, որ այդ Մաքսայինի այդ բոլոր քայլերով անցնում էին, ասում են ստե նույնիսկ այն այսքան սև փողես տալիս նրանց, այս անում եւ այսինքն այն քայլերով այդ անցնում էին, գտնում էին այդ գեփը, այսպես ասած, կամ հակառակը, այն մյուսը, որը լրացուցիչ այդ մարդուն նյարդայնացնում է այդ բիզնեսի։ Հիմա այդ ազդեցության գնահատման այդ որտեվ ես մասին ես ապրիլին բանի Դիլիջանի բիզնես ֆորումում կառավարության ղեկավարին էլ ասացի որ տենց վիճում ենք ես եմ ճիշտ թե ինչ ասում արի չվիճենք դրա համար ազդեցության գնահատում պատվիրեք որտեվ ես իմ ասում եմ իրական հատվածի խնդիրը դուք ասում եք ինձ հարկայինում հայտնի ձեր են որ անդադ ասում էր ես իմ քանի հազար փոքր բիզնես մինչև 10 միլիոնա շրջանացություն ասում եմ շատ լավ գնանք պատճառը նայենք դու հետևանքն ես ասում բայց ինչի է տենց էլի այդն է ու ինքը պատասխանեց որ դա թանկ է ասում եմ բայց որն է թանկ էլի ծախսել դրա վրա թե հետո դուրս գան ժողովուրդը բողոքեն 5 անգամ փոխենք դե ամենակենսական բանն եք հարցնում դուք եթե կաշ պատասխանեմ ժամանակն էլ քիչ է մեր չէ հանգիստ կարող եք ուղղակի պետք է անել դա ուղղակի պետք է մեկ անգամ պրոֆեսիոնալ հավաքվել վեճերի միջով անցնել բայց ձևավորել այդ ազդեցության գնահատման ճիշտ մի բանը երկրորդը որը որ տարիներ շարունակ արվել է դա պետք չէ մոռանալ նախկինում օրինակ բերեմ USAID-ին ԱՄՆ զարգացման գործակալությունը տարիներ շարունակ իրականացրել է Հայաստանում մի կոչում էր հարկային ընկալումներ մեծ իմաստան փոքր բիզնեսի համար էր դա գիտեք երևի մի 7 անգամ իրականացվել է Հայաստանում վերջինն TRP-ն չէր tax reform project-ը չէր այո դրա շրջանակում կար տարիներ շարունակ դա արվել է CRRC այդ հետազոտական կենտրոնի միջոցով հրաշալի հարցաթերթեր կազմված մանրամասն հարկային օրենս գիրքեր մեջը քննարկվում ազդեցություններ վարչարարություն հատ օրինակ
եթե դա մի հատ բազային ելակետային արվում է, հետո ինչ փոխվեց, նայում ես դրա վրա, դա շատ լավ օգտակար գործիք կարա լինի։ Այսպիսով, այդ ամեն ինչ նմանատիպ արված աշխատանքների հիման վրա ձևավորել այդ ազդեցության գնահատման մի մեխանիզմ եւ իրեն բարբերաբար հետամուտ լինել։ Դա պետք է նաև ֆորմատ ունենա, որտեղ որ դա պիտի բարբերաբար քննարկվի միությունների մասնակցությամբ։ Միություններն էլ պիտի իրենց հերթին ջանքեր գործադրեն, որ կումուլյատիվ ձևավորված ընդհանուր ազդեցության մասին խոսեն, ոչ թե կոնկրետ ինչ փողոցի, ինչ հատվածում գտնվող բիզնեսի շահերի մասին խոսեն։ Դա էլ հեշտ բան չի։ Հետևաբար երկու ստեկ պետք է ձևավորել այդ չափիչը, ջերմաչափը, ճնշման գործիքը, որպեսզի ճիշտ որոշենք։ Իսկ ընդհանուր առմամբ ես մի հատ բան եմ հիշում, հարկային օրենսգրքի մեջ մի հետաքրքիր պոստուլատ կա, այսպես ասած գրած, որն ասում է, որ քո հարկային գործողությունները ի նկատի ունենալով նաև քաղաքականությունը, ոչ միայն վարչարությունը, ինչքան հնարավոր է պիտի նեյտրալ մնան բիզնես որոշումների վրա ազդելու։ Հիշեցնեմ նաև, որ Հայաստանում մի քննարկում կա, որ չգնաց շատ առաջ, որովհետև բարեբախտաբար զգացին, որ դա դեռ պատրաստ չեն, դա վերաբերվում էր այդ հարկային պլանավորում ինստիտուտին, ագրեսիվ հարկային պլանավորում ցավոտ հարց է։ Իմ կարծիքով հենց դրա լուծված չլինելու, ճանաչած չլինելու պատճառով է, որ երբեմն այդ զրույցը չի ստացվում բիզնեսի եւ վարչարարի միջև։ Հետևաբար պետք է դրանով զբաղվել։ Շատ ակտիվ է հիմա աշխարհում դա։ Այսպիսով, եթե հնարավորություն կա, պետք է աշխատել բիզնես որոշումների համար հարկային դրույքաչափը կամ հարկային կանոնը շատ ազդեցիկ չլինեն, թողնեն այդ մարդն իրան հնարավոր է ինչքան կարելի է հեշտորեն հարկերը վճարի։ Ու ավելի քիչ մարդ ծախսի հարկը հաշվելու վրա։ Իհարկե, որովհետև դա բիզնեսի ծախս է այնուամենայնիվ։ Դա իրան հետ է պահում, որ ինքը արդար մրցակցության մեջ մտնի, ամբողջ ուժով իրեն նվիրի նրան։ Շատ կարևոր բան է, որովհետև հանրային բարիք է ստեղծվում հարկերի միջոցով։ Այնուամենայնիվ, եթե հնարավոր է, առանձին թեմա պիտի լինի, ինչպես դա անել, որպեսզի հատկապես փոքր միջին բիզնեսի համար ինքը լինի պակաս տեսակարար ծախսատարությամբ։ Հեշտ բան չէ։ Ինչ ոնց ասեմ, համապարփակ ձևակերպեցիք, այսպես ասած էլ, բայց այսքան մենք ասացինք պետական հատվածին, մենք մի քանի րոպե կարող ենք տրամադրել նաև մեր գործընկերներին, այսինքն բիզնես միություններին, ասոցիացիաներին, նաև իհարկե ինչու՞ չէ մենք խոսեցինք բանի մասին, հանրային խորհուրդը, որը տենց ընդհանուր մեծ հանրային կարծիքն է, էլի, այսպես ասած ձևավորում։ Ես օրինակ իմ պատկերացումով չնայած այն ժամանակ էլ առիթ ունեցել ենք, մենք ընդհանրապես ես հիշեցի բան Չելինգայանին, որ այն ժամանակվա պետական պաշտոնյաներից մեր էկոնոմիկայի փոխնախարար Տիկին Մինասյանն էր, էլի, մեր շատ հարգելի ուղարկել ձեր մոտ, այս այդ 2012 թվականն էր, երբ որ շրջանառության հարկի հենց օրենքն էր ձևավորվում, ես այն ժամանակ շատ տենց լավ չէի հասկանում, ինչի այն ուղարկում ստեղ, ինչի, որովհետև այդ կոնտեքստում նաև ուղարկեց հանրային խորհուրդ, էլի։ Մենք տենց գիշեք գնացել էինք Վրաստանն էինք նայել ընդեղի այդ իրանց sales tax-ը եւ այլն։ Ես հիշում եմ, պարոն Չիլինգարյանը շատ մասնագիտական, տենց բան էր, մեր առաջի հանդիպումը 12 թվականին, շատ տենց խիստ հարցադրումներով, որ ինչու բացատրեք եւ այլն, ու ես շատ նեղված էի դուրս եկել այդտեղից, որովհետեւ տենց բաներ կար, որ այ օրինակ ձեր ասած այդ հաշվապահական մասը եւ այլն տենց շատ բաներ ստիպված չէր ստիպված չէ արդեն հանգիստ չէր ապահովելու եւ նույն ձևի ուղարկեցին այն ժամանակվա հանրային խորհրդին մոտ։ Ես հիմա որ հետադարձնում եմ, ասում եմ դա ստացվում է ոչ ֆորմալ, մենք ազդեցության գնահատում էինք անում, էլի, որովհետեւ այդ ամեն հանդիպումից հետո նաեւ մեզանից պահանջում էին տեղեկանք։ Ինչ ասեց պարոն Չիլինգարյանը, ինչ ասեց հանրային խորհրդի այդ բլոկը եւ այլն, էլի, մենք այդպես բան ենք անում ու դրա պատասխանները ունենք թե չունենք։
Հիմա վախենում եմ ասել նույնիսկ այն մեծ շահառու խմբեր ունեցող, ինչպիսին էլի եմ ասում շրջանառության հարկը, ավելի մեծ շահառու խմբեր ունեցող եկամտային հարկի ռեֆորմը էլի, այտենց ընդ որում ասեմ, ես այդ ներքին գիտեմ նաև որտեղ մասնակցություն ունեցել եմ միջազգային կառույցները, ինչպիսին համաշխարհային բանկը եւ այլն, այդ ռեֆորմի համար փող չէր բանարել, խնայել, ծախսել էր նաև այդ ինչ որ այդ բաների մասով, էլի կիրառության մասով, ու այդտեղ կար նաև փաստաթուղթ։ Ընդ որում այդ փաստաթուղթը փակում էր բոլոր այն հարցերը, երբ որ կառավարության ղեկավարը փորձում էր ինքնուրույն լրացնել հայտարարագիրը, գեհիշեք տարվա սկզբի։ Այդ փաստաթուղթը, որը ես կարդացել եմ, մասնակցություն եմ ունեցել, հստակ ասում էր այն խնդիրները, որ այդ պահին այն հսկիչ գնում էր արվում բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, բայց այդ փաստաթղթում կար։ Այսինքն մի հարց է, որ դա անել, մի հարց է, որ դա ասած ձեզ բարբերաբարն է շատ կարևոր ձեր խոսքի մեջ, որ մարդը իմանա, ասենք նույն այդ խորհուրդն է, պետնախագահային գիծվինն է, ինքը իմանա բարբերականությունը, օրակարգում ես փակել ենք, ես մնացել է տենց շատ կարևոր բան է, օրինակ բերեմ, լավ օրինակ, ես վիդեոյում աշխատելով իմ գործընկերների հետ 2 տարի առաջ Բրյուսելում մասնակցեցինք մի որակավորման, այսպես ասած, հետաքրքիր բանի, որը վերաբերվում էր կներեք մեծերին է վերաբերում, ոչ փոքրերին, փոքրերն էլ միջիններն էլ մեծանալու են մի օր, եւ եթե շատ մեծանում են կորպորատիվ կառավարման առումով կարեւոր է, որ իրենք խորհուրդ ունենան, կոչվում է տնօրենների խորհուրդ, որոնց մեջ էլ պետք է լինի անկախ մարդ, ոչ թե հենց այդ սեփականատերերից էլի, եւ այդ ինստիտուտը կորպորատիվ կառավարման կարեւոր դեր է կատարում։ Հիմա եվրոպական այդպիսի մի կոնֆեդերացիա կա, իսկ Հայաստանում մենք ձևավորել ենք անկախ տնօրենների ինստիտուտ, շատ հետաքրքիր կարեւոր դեր է կատարում է վերցրել առաքելություն իր վրա այդ կառույցը։ Եվ ահա երբ որ մենք այդ Բրյուսելում այդ անկախ եվրոպական խորհրդի անդամի որակավորման այդ բանը ստացանք, գիտելիքը որակավորումը, ապա հիմա հետևում եմ իրենք եվրոպական միությունում ձևավորվող որևէ նոր քաղաքականության վերաբերյալ պարբերաբար հայտարարում են դիրքորոշում։ Հիմա նույնը գալիս է Հայաստան, ինչու ոչ, եթե այդ կառույցը կա եւ իրեն առաքելության իր խոստումների իր էության մեջ կա այդպիսի մի բան, ինքը պիտի իր գործն անի սուսուփուս, ինքը պիտի պարբերաբար ձևավորի ու ինքը կդառնա հղումների կենտրոն, այդպիսի հիմա թե դրան think tank ասենք, թե ամեն միություն ինքը կարող է այդ վերցնի կամ մի քանի միություններ իրար հետ միասին կձևավորեն։ Մենք այդպիսի ճանապարհ անցանք Հայաստանում, ես աշխատում եմ ակտիվ լինել, մասնակցել գործարար տարբեր միությունների աշխատանքների, ինքս անդամակցում եմ, եւ այնտեղ այդպիսի մի փորձ եղավ 7 նման գործարար միություն հավաքվեն, ստեղծեն մի հատ այդպիսի հետազոտական կենտրոն, բավարար ռեսուրսներ դնեն, որը որ կօգնի այդ անալիզն անել եւ խելացի գրագետ հավասարակշռված հիմնավորված առաջարկներ ներկայացնել կառավարության հետ զրույցի համար։ Այդ իմաստով կարևոր բան է, որպեսզի այդ պարբերաբար ձևավորվող կարծիք հայտարարվի, պարբերաբար, կանոնաբար դա լինի, բայց դա խելացի լինի կամ քիչ խոսիր, բայց խելացի խոսիր։ Համաձայն եմ, շատ շնորհակալ եմ պարոն Չիլինգայան, ցավոք մեր այս հաղորդումը մոտեցավ ավարտին։ Ես հույս ունեմ, մոտեցած խոստում կորզեմ, որ եւս մի անգամ հանդիպենք, մենք էլ բարբերաբար հանդիպենք գնահատական տանք, շատ կարևոր կլինի, եթե սկսվի այդ process-ները հարկային օրենսգրքի փոփոխության, այդ հաստատ կարևոր կլինի այդ ժամանակ մենք էլի հանդիպենք, քննարկենք ու նաև այս հարթակը օգտագործենք մեր այսպես ասած messaging-ը, հա, տենց ոչ հայերեն բառը ասեմ, բայց ավելի հասկանալի ուղարկենք այս խողովակը։ Մեկ րոպե տակ ասեմ հետևյալը։ Ես կարդացի բանախոսությունը երկելու ժամանակ չկա։ Հարցեցի կարգախոսը, թե դա ինչ է նշանակում։ Ես մեկ այլ բան եմ առաջարկում, գիտեք, երաժշտությունն իրականում կա այստեղ։ Եթե բարբերաբար մի բանի մասին խոսում ես, քիչ-քիչ տակտ է ձևավորվում, որը հետո դառնում է երաժշտություն։ Նաև տնտեսագիտական իմաստով հասկանում եք, այդ
ազդեցության իմաստով։ Հետևաբար համաձայն եմ ձեր հետ, որ այդ հաղորդումները, եթե բարբերական լինեն եւ կապված լինեն տենց պատմականորեն իրար հետ, նաեւ միտքը զարգացվի, ապա ինքը ազդեցություն կունենա նաեւ հանրային կառավարման մարմինների համար էլ դա կարևոր կլինի։ Շատ շնորհակալ եմ դուք ձեր մասնակցությամբ այդ տակտին ավելի մեծ կշիռ տալի, շնորհակալություն։ Այսքանն էր այսօրվա հարկեր թուրքերը, կհանդիպենք, ստեսություն։